Արման Ադամյանի Կովսականում հաստատվելու նախապատմությունը ոչնչով չի տարբերվում մյուս վերաբնակիչների պատմածներից։ Եկան, տեսան, հավանեցին եւ մշտական բնակություն հաստատեցին։ 5 տարի առաջ է իր ընտանիքի հետ այստեղ եկել։ Ծնողնից Գորիսում են ապրում։ Ես իմ ընտանիքով եմ ստեղ 4 երեխա ունեմ, 4-րդը ստեղ է ծնվել։ Փոքրիկ Մենուան դեռ առաջին անհաստատ քայլերն է անում։ Կովսականում նրա հոր առաջին քայլերը շատ ավելի հաստատ ունեին։ Եկել էր աշխատելու եւ սկսեց առանց հետաձգելու։ Առավել եւս պայմաններն էլ տրամադրող էին։ Ինչպես այստեղ եկած սյունեցիներից շատերը անասնապահությունն է գերադասել։ Առաջ տարին 50 կիլո խոշոր եղջերավորանացում եմ բիրա։ Վերևի ֆերման սարքալ եմ, առաջ տարին կեսն եմ սարքա։ Նոր հաջորդ տարի ոչխարել եմ առա։ Դա սկիզբն էր։ Տարիների աշխատանքը ի վերջո իր պտուղները տվեց։ Այսօր Արմանն արդեն հիմնավոր հպարտությամբ է ներկայացնում իր պատկառելի տնտեսությունը։ 60 կիլո խոշոր եղջերավոր է, 1100 համարյա մանր է։ Տնտեսության աճը թույլ տվեց նաև կենսապայմանները բարելավել։ Պետության աջակցությունը կար, իր հնարավորություններն էլ օգտագործեց եւ արդեն նոր տուն ունի Քաշաթաղի շրջանի հարավային թևում, Շիրակի համայնքում։ Եղածով չի բավարարվելու, անելիք միշտ էլ կգտնվի։ Անասնապահության գործին ընդհանրապես բավարար չկա։ Ինչքան անես անելու տեղ կա։ Շարունակելու է զարգացնել տնտեսությունը, հիմնական շեշտը դնելով անասնապահության վրա։ Որոշել է ընդլայնել գործունեության սահմանները, առավել եւս որ սպառման հետ կապված խնդիրներ չեն ծագում։ Խոսքը վերաբերում է ինչպես մսին, այնպես էլ կաթնամթերքին։ Շատերին պատուհասած անբերությունից մեր զրուցակիցն էլ է վնասներ կրել, սակայն անգամ դա չի խաթարում նրա լավատեսությունը, իսկ անհաջողությունների դեմ իր կողմից փորձված բանաձևն է առաջարկում։ Պետք է տնտեսության մեջ բազմազանություն ապահովել։ Մեկի փակում է, եթե դաշ չինում, գառայնում, գառ չինում, կաթայնում։ Գիտի գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի մասին, կփորձի ներգրավել դրանցից որևէ մեկում, արդեն դիմել է գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։ Ծրագիր եմ ներկայացրել, բիզնես ծրագիր է, ոչխարաբուծություն, եկե կատնի արտադրամաս։ Ցանկություն կա կաթի ցեխ դինեմ։ Անկախ պատասխանից շարունակելու է աշխատել նույն եռանդով, հաջողության բանաձևը վաղուց է բացահայտել եւ չի թաքցնում։ Եթե մարդը առողջությունը ներում է, կարա աշխատի, ուրեմն պիտի աշխատի։ 5 րոպե ավել նստելը ընդհանրապես էֆեկտ չունի։ Քաղաքականությամբ չի զբաղվում, այստեղ ավելի կարևոր գործեր կան, կատակում է նա, իսկ ավելի լուրջ տեղյակ է Արցախի շուրջ եղած անցուդարձին, հող տալ չտալու մասին էլ քմծիծաղով է խոսում։ Այս հարցը նրա համար վաղուց արդեն փակված է։ Աննիշտին են տա։ Իչև այսօր եփ են տուա, որ այսօր տա։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։